Դերասանուհի Ռոզա Դավթյանն ինստագրամյան էջում հրապարակում է արել այդպիսով ուշադրությունը հրավիրելով իր հետևորդների. «Ես դիմում եմ ձեր օգնությանը շատ ծանր և անհապաղ իրավիճակում։ Պետրոս Սաֆարյանը ներկայում գտնվում է Գերմանիայում և գտնվում է կյանքի համար վտանգավոր ծանր հիվանդության մեջ։ Նրա առողջական վիճակը արագ վատթարանում է, և այս պահին չափազանց կարևոր է, որ նրան հնարավորինս շուտ տեղափոխեն Հայաստան, իր հարազատների կողքին, որտեղ կարող է ստանալ անհրաժեշտ աջակցություն և բժշկական հսկողություն։ Անհրաժեշտ է միջազգային հոսպիտալային տրանսպորտ, որը մեծ ֆինանսական ծախսեր է պահանջում։ Այս պահին մեզ համար հնարավոր չէ ինքնուրույն հոգալ այդ ծախսերը։ Ձեր ցանկացած աջակցություն անմիջականապես կօգնի ապահովել անվտանգ տեղափոխումը։ Եվրոպայից Հայաստան 50,000 եվրո, սա սովորական թռիչք չէ, հատուկ թռիչք է։ Խնդրում եմ, միացեք այս կարևոր գործին և օգնեք Պետրոսին ժամանակին վերադառնալ իր հարազատների կողքին։ Շնորհակալ ենք ձեր կարեկցանքի և աջակցության համար»։ Այս հաղորդագրությունը դերասանուհին տարածել է իր ինստագրամյան էջում, այդպիսով օգտագործելով իր մեծ լսարանը երիտասարդ տղային օգնելու համար։ Էդգարի Գիտյանն ինստագրամյան էջում տարածել է օգտատերերից մեկի հրապարակումն, ով օգնության խնդրանքով է դիմել. «Սիրելի մարդիկ, սա իմ կյանքի ամենադժվար գրառումներից մեկն է։ Հայրս ունի հաստաղու քաղցկեղ, որն այժմ գտնվում է առաջադեմ փուլում և տարածված է լյարդի վրա։ Վերջին կաթահետազոտությունները ցույց են տալիս հիվանդության պրոգրեսիա, ուռուցքի և մետաստատիկ օջախների աճ»։ Այսպիսով Էդգարի Գիտյանը իր հետևորդների ուշադրությունն է հրավիրել։ Դերասան Գևորգ Գրիգորյանն ինստագրամյան էջում տարածել է ինստագրամյան հարթակում հրապարակված մի օգնության կանչ, որը ներկայացնում ենք ձեզ։ Օքսանա Սուլթանովայի մոտ լուրջ հիվանդություն է, որի համար անհրաժեշտ է թանկարժեք բուժում։ Սկզբնական ախտորոշումը ագրեսիվ սուր էնդոմետրիոզն է, ադենոմիոզ, աղիքների էնդոմետրիոզ և այդպես շարունակ։ Երիտասարդ աղջկա մոտ արնահոսություն է։ Գևորգ Գրիգորյանը տարածել է այս հրապարակումը և խնդրել մարդկանց օգնել և մաքսիմալ տարածել։ Ավելի վաղ տեղեկացրել էինք։ Դերասան Տարոն Իսպիրյանը, նույն ինքը Պոնչը, ինստագրամյան էջում մի հայտարարություն է տարածել, որով դիմում է իր հետևորդների օգնությանը. «Իմ լավ ընկերներ, խնդրում եմ ցանկացածիդ օգնությունը կիսվեք, տարածեք, իսկ հնարավորության դեպքում ֆինանսապես աջակցեք իմ ամենալավ ընկերոջը։ Իմ լավ ընկերը, իմ հարազատը Գագիկը այսօր անցնում է իր կյանքի ամենադժվար փորձությունը։ Նա այժմ պայքարում է B լիմֆոմա չարորակ ուռուցքի դեմ մեծ ուժով, հավատով ու համբերությամբ։ Հայաստանում նա անցել է քիմիոթերապիայի 6 կուրս, այնուհետև Բելառուսում ստացել է CAR-T թերապիա, որը ցավոք արդյունք չի տվել։ Այժմ Հայաստանում է, բուժում է ստանում Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում և բոլորիս օգնության կարիքն ունի։ Բարի մարդիկ, ձեր նույնիսկ ամենափոքրիկ ֆինանսական աջակցությունն այսօր չափազանց մեծ նշանակություն ունի Գագիկի համար։ Փոխանցումներ կարող եք կատարել Գագիկի հարազատ եղբորը։ Նշենք նաև, որ ավելի վաղ նմանատիպ հայտարարություն էր տարածել նաև Սիրված դերասան, հումորիստ Ռաֆայել Երանոսյանը բավականին ակտիվ է ինստագրամյան հարթակում։ Վերջինս պարբերաբար հրապարակումների տեսքով խոսում է իր ներկայացումների մասին, ցույց տալիս, թե ինչպես է ճամփորդում ժամանակ առ ժամանակ, ինչպես է ժամանակն անցկացնում իր ընկերների, մտերիմների ու բարեկամների հետ։ Այսօր Ռաֆայել Երանոսյանի հրապարակումը մի փոքր տարբերվում է մնացածից։ Նա միացել է օգնության կոչին ի աջակցություն մի կնոջ։ Շնորհիվ ձեր աջակցության արդեն հավաքվել է 115,000 դրամ։ Յուրաքանչյուր ներդրում մեզ մեկ քայլ մոտեցնում է նպատակին։ Անհրաժեշտ է ևս 1,485,000 դրամ։ Ձեր օգնությունը կարող է իրական փոփոխություն բերել։ Փոխանցումների համար հաշվեհամարները նշված են էկրանին։ Ահա այս օգնությանն է միացել դերասան Ռաֆայել Երանոսյանը։ Հավելենք նաև, որ ավելի վաղ ներկայացրել էինք երգիչ Սարգիս Եղիազարյանն ինստագրամյան էջում հրապարակումով է հանդես եկել, այդպիսով դիմելով հանրության ուշադրությանը։ Վերջինս օգնություն է խնդրել Լևոն Խաչատրյանի համար, նշելով հաշվեհամարները և հեռախոսահամարները, որտեղ կարող են փոխանցվել գումարները երիտասարդ տղայի կյանքը փրկելու համար։ Ինձ պետք է ձեր աջակցությունը։ Բուժման 3-րդ կուրսի համար շտապ անհրաժեշտ է
գումար նշված է հայտարարության մեջ։ Հաղորդավարուհի գեղեցկուհի Իրինա Թովմասյանն Instagram-յան իր էջում գրում է. «Սիրելի ընկերներ, մենք ունենք ձեր օգնության կարիքը։ Երիտասարդ աղջկա մոտ 24 տարեկան հայտնաբերվել է high-grade sarcoma, որն ունի շատ բարձր ագրեսիվություն։ Բուժումը Հայաստանում հնարավոր չէ շարունակել եւ շտապ անհրաժեշտ է վիրահատություն կատարել արտերկրում։ Ծախսերը չափազանց շատ են եւ ընտանիքը հոգացել է ծախսերը, սակայն խոսքը գնում է մեծ գումարի մասին։ Յուրաքանչյուրից 500 դրամը նույնիսկ կարող է մեծ օգնություն լինել», գրել է հաղորդավարուհին։ Նշենք նաև, որ այսօր ավելի վաղ ներկայացրել էինք Արամ Մելիքյանի ընտանեկան հրապարակումը, որը ևս օգնության մասին էր։ Աղջիկը ունի ողնաշարի կոտրվածք, վիրահատության համար անհրաժեշտ է 1.400.000 դրամ գումար։ Խնդրում ենք յուրաքանչյուրից ձեր փոքրիկ ներդրումը ունենալ։ Կարտային համարը եւ հեռախոսահամարը նշված է։ Հավելենք նաև, որ Մելիքյանների ընտանիքը ավելի ուշ ավելացրեց, ուրեմն վստահ եմ այս տեսանյութը վաղը կջնջվի, որովհետև վաղն ամբողջ գումարը հավաքված կլինի։ Ես նմանատիպ տեսանյութեր շատ քիչ եմ մեզ մոտ տեղադրում, բայց այս դեպքն իրական է։ Ինձ իմ ընկերն է խնդրելու աղջնակի, ընտանիքն ընդհանրապես հնարավորություն չունի։ Ես ու իմ ընտանիքը իհարկե միանում ենք աջակցմանը ֆինանսապես, ու եթե դուք կցանկանաք միանալ մեզ, զանգահարեք այս համարով, իմ լավ ընկերն է, ինքն ամեն ինչ կկազմակերպի, նշել են Մելիքյանների Instagram-յան էջում։ Հավելենք նաև, որ հայհայտներից շատերն են նմանատիպ հրապարակումներով հանդես գալիս Instagram-յան հարթակում, խնդրելով հանրության ուշադրությունը։ Կարմենը ոչ այնքան ուրախալի հրապարակումով է հանդես եկել։ Նա դիմել է իր ընկերների օգնությանը, նշելով, որ իր ընկերոջ կյանքին վտանգ է սպառնում եւ օգնություն է անհրաժեշտ։ Սիրելի ընկերներ, շտապ տարածում ենք մեր ընկերոջ Խաչատուրի կյանքին վտանգ է սպառնում, անհապաղ բուժում է հարկավոր Գերմանիայում ագրեսիվ քաղցկեղի դեմ պայքարելու համար։ Նշենք նաև, որ հայհայտներից ոմանք ևս ավելի վաղ հրապարակումով էին հանդես եկել եւ նշել, որ Խաչատուրի բուժման համար գումար է անհրաժեշտ։ Աննա Սիմոնյանն ու Մովսես Երեմյանն իրենց Instagram-յան էջերում հրապարակումով են հանդես եկել, խնդրելով օգնել իրենց ընկերոջը։ Սիրելի ընկերներ, շտապ տարածում ենք մեր ընկերոջ Խաչատուրի կյանքին վտանգ է սպառնում, անհապաղ բուժում է հարկավոր Գերմանիայում ագրեսիվ քաղցկեղի դեմ պայքարելու համար։ Հավելենք նաև, որ նմանատիպ հրապարակումները հայհայտների շրջանում մշտապես առկա են։ Օրեր առաջ էլ հանդես էր եկել դերասանուհի Ռոզա Դավթյանը հրապարակումով, որը ևս ներկայացրել էինք ձեզ։ Սիրելի ընկերներ, մեր բոլորի կողմից սիրված ընկեր Պետրոսը այսօր ավելի քան երբևէ ունի մեր բոլորի աջակցության կարիքը։ Ցավոք սրտի Պետրոսի մոտ հայտնաբերվել է ստամոքսի քաղցկեղ, բուժման երկարատև եւ դժվարին ճանապարհ է սպասվում։ Ոչ ոքի համար գաղտնիք չէ, թե ինչ մեծ գումարների մասին է խոսքը գնում։ Յուրաքանչյուրիդ նվիրատվությունը շատ մեծ դեր կարող է ունենալ։ Փոխանցումները կարող եք անել անձամբ իր հաշվեհամարին, գրել է դերասանուհին տարածելով հաշվեհամարներն ու Աֆարյան Պետրոսի տվյալները։ Հավելենք նաև, որ երեկ նույն խնդրանքով հանդես էր եկել դերասանուհի Անահիտ Կիրակոսյանը, որը ևս ներկայացրել էինք ձեզ։ Դերասանուհին Instagram-յան հարթակում հուզիչ հրապարակում է արել։ Բանն այն է, որ ստամոքսի քաղցկեղ է հայտնաբերվել Անահիտ Կիրակոսյանի ընկերներից մեկի, դերասան Պետրոս Աֆարյանի մոտ։ Անահիտ Կիրակոսյանը հուզված է, նա իր խոսքում չի կարողանում թաքցնել արցունքները ու խնդրում է իր հետևորդներին միանալ, որպեսզի օգնել Պետրոսին հաղթահարել ստամոքսի քաղցկեղը։ Անահիտ Կիրակոսյանը դիմել է իր հետևորդներին, նշելով, որ եթե 4000 հետևորդ ընդամենը 1000 դրամ փոխանցեն, հնարավոր կլինի Պետրոսի բուժման առաջին փուլը հաղթահարել։ Ինչպես դերասանուհին է նշում, երկարատև բուժում է պահանջվում, սակայն սկզբնական փուլում կարելի է ինչ-որ չափով օգնել, հավաքելով նշված գումարը։ Ներկայացնում ենք դերասանուհու խոսքը առանց մեկնաբանության։ Բարի երեկո իմ շատ սիրելի հետևորդներ, ներողություն եմ խնդրում, որ այս ուշ ժամին եմ այսպիսի հարցով դիմում, ուղղակի հրատապ է։ Շատ դժվար եմ հիմա խոսում, որովհետև հենց նոր տեղեկացա, որ իմ լավ գործընկեր Պետրոս Աֆարյանի մոտ հայտնաբերվել է ստամոքսի քաղցկեղ։ Անհրաժեշտ են շատ մեծ գումարներ,